ինչ տականք են։ Հարություն են առել դուրս եկել փողոց, այ չորացած բիձա, ինչ ես ուզում։ Ափսոս այս հողը, որ դու ապրում ես, դու քո փակշուն։ Էդի նուրբ վերաբերմունքն է, մի երկուսի քյալեն, որ խրատ կլինի։ Հայհոյանք, վիրավորանք, ատելության խոսք ու բռնության կոչեր են ամբողջ համացանցում։ Հայաստանում ինչքան անշնորհակալ տականքներ կան։ Տականքը ինքնա թե դու, ամեն ինչ ուրացակ։ Իր կարծիքն ասելու իրավունք ունի եւ քո նմանը պիտի հանգիստ ընդունի։ Դավաճան, ինչքան փող են տվել, որ խոսում ես։ Տարիքիցդ ամաչի, թուրքի բաջի։ Անձնական կարծիք արտահայտելը վաղուց սոցցանցային աղետ է դարձել։ Վիրտուալ կյանքից դուրս փողոցում մարդիկ զարմանում են, թե որտեղից այդքան ատելություն միմյանց նկատմամբ։ Մեր ազգին հարիր չի նման բաներ։ Մանավանդ հայ կինը իր կանացիությունը պիտի չկորցնի, անկախ քաղաքական հայացքներից, անկախ ամեն ինչից, մարդ պետքա իր կուլտուրան, հայ մենտալիտետը երբեք պիտի չիջնի։ Որ կտամ անկախ քաղաքական հայացքներից մարդկային դեմքը պահպանել։ Համացանցում տոտալ անհանդուրժողականությունը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև օգտատերերից մեկը չորոշի դադարեցնել կեղտոտ զրույցը։ Ապշում են մարդիկ, որ հաճախ հայհոյողները կանայք են։ Հաճախակի MC արտահայտություններ են անում, որ ուղղակի բառեր չեմ գտնում ասելու, շատ տհաճ։ Facebook-ը դա մարդու դեմքն է, Facebook շատ տգեղ երևույթ է եւ ցավալի է, որ ինտեգրվել է մեր հայ իրականության մեջ։ Չարությունը շատացել է մարդկանց մեջ երևի դրան։ Քաղաքացիների խոսքով մարդիկ վաղուց դադարել են բանավիճել, շատերը նկատում են փաստարկված ազդեցիկ խոսքի փոխարեն վիրավորանքներ են, որի նպատակը մեկն է՝ նվաստացնել դիմացինին։ Կարծում եմ ավելի շատ քաղաքականացված են, ավելի շատ ուղղորդված են ինչ-որ կենտրոնների կողմից եւ այլն, որովհետեւ նախկինում նման իրավիճակ չկար։ Նախկինում ես նկատի ունեմ շատ ավելի շուտ։ Խոսքի ազատության սխալ ընկալում կա, կարծում է այս քաղաքացին։ Միգուցե դա գալիս է նաև խոսքի ազատությունից։ Միգուցե այդ ազատությունը մի քիչ ավելի շատ է, քան պետք էր միանգամից այդ պրոպորցիայով հասարակության, որ երբ որ մտածում եմ, որ հասարակությունը դեռևս պատրաստ չէր դրան այդ չափով խոսքի ազատություն ստանալու։ Խոսքի ազատությունը ընկալում է որպես հնարավորություն եւ ոչ թե պատասխանատվություն։ Անպատժելիության զգացումն է սոցիալական հարթակներում ատելության խոսքի տարածման պատճառը, ըստ սոցիոլոգ Արթուր Աթանեսյանի։ Ամենաթողության տեսանկյունից կարող իրեն թույլ տալ վիրավորական խոսքեր ցանկացած մեկի մասին, հատկապես համացանցում, որովհետև համացանցում դու կարող ես ասել եւ փախչել եւ որևէ մեկ քո հետևից չի ընկնի։ Միմյանց հանդեպ թշնամանալու վախը կորցրել է հայ հասարակությունը։ Այդ է պատճառը, որ ըստ սոցիոլոգի ատելությունը վիրտուալ տիրույթից շատ հաճախ տեղափոխվում է իրական կյանք, կենցաղային հանցագործությունների տեսքով։ Մենք հայերս դեռևս կարծես այս չափի չենք վախեցել համապարփակ թշնամանքից եւ գնում ենք դեպի դա։ Պատահական չի, որ նաեւ ամենօրյա կենցաղային հանցագործությունների թիվն է աճում, որովհետեւ խոսքին հետևում է բռնություն, ֆիզիկական բռնություն։ Քաղաքակիրթ երկրներում ատելության խոսքի տարածումը կանխելու միջոցը գտան այն քրեականացնելով։ Անգամ քաղաքացիներն էին դիմում դատարաններ հայհոյանքը հեռուստատեսությունից դուրս մղելու պահանջով։ Սայտուն օրինակ է Միացյալ Նահանգները։ Ծնողները պահանջում էին պետությունից ազատել իրենց երեխաներին չգրաքննվող ֆիլմերից ու սերիալներից, նույնիսկ համացանցը սահմանափակվեց։ Ծնողները, որպեսզի իրենց երեխաները դադարեցնեն դա անեն եւ չմտնեն այս հայհոյախառն խոսույթի մեջ, սկսեցին պահանջել պետությունից արգելել դա մեդիայով, արգելել դրա տարածումը սերիալներում։ Բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների հասարակությունն այդ գիտակցումը չէր ունենա, եթե չլիներ բարձր ինտելեկտով էլիտան։ Սոցիումի սկզբունքն է, որ էլիտաները սովորեցնեն զանգվածին, հետևաբար էլիտան զանգվածից լավը պետք է լինի։ Համայնքը զորավոր է արևելյան սկզբունքով հիմնականում առաջնորդվող Հայաստանի հասարակությունը հատկապես վերջին տարիներին զրկված է առողջ էլիտայից։ Իսկապես պետական իշխանությունը պետք է միավորի բնակիչներին եւ ոչ թե պարակտի։ Ժողովրդավար երևալու համար Հայաստանի գործող իշխանությունը չդիրքավորվեց որպես կարգուկանոն թելադրող, հակառակը դրսևորվեց իբրև հասարակ քաղաքացիներից մեկը։ Մեզանում դեմոկրատական ընկալումը երևի թեր ընկալվել է,
այն իմաստով, որ էլիտան փորձում է լինել նման բոլորին, զանգվածներին եւ ժողովրդական այդպիսի համբավ ունենալ, ժողովրդական պոպուլարություն ունենալ եւ ստացվում է այնպես, որ այո, խոսքի ազատությունը, որը կարող է շատ մեծ արժեք ունենալ, մեզանում շատ մեծ նաեւ պատիժ է, ասելուց առաջ մարդ չի մտածում։ Իսկ ինչ են անում նրանք, ովքեր չեն կորցրել adekvatությունը, չթիրախավորվելու համար շատ քաղաքացիներ պարզապես հրաժարվել են, հատկապես սոցիալական ցանցերում կարծիք հայտնելուց։ Աշխատում եմ մեկնաբանություն չթողեմ, դենց ակտիվ չեմ սոցցանցերում։ Մենք չկանք ճիշտ ասած, սոցցանցերում չենք էլ հետևում, այսպես ավելի հոգեպես հանգիստ ենք։ Հոգեխանգարմունքից խուսափելու համար շատերը նախընտրում են լռել նաև կյանքում։ Սոցիոլոգը նկատում է, վերևից թելադրվող ատելությունը հանգեցրել է մի իրավիճակի, որ իրական խնդիրների մասին մարդիկ վախենում են խոսել։ Մի կողմից մարդ մտածում է, սպասեմ միջև մասսայական բնույթ ստանա ինչ-որ բան, որպեսզի միանամ այդ բողոքին, հակառակ դեպքում, եթե ես մենակ եմ, ապա այո, կենթարկվեմ ճնշումների եւ այլն, դա ամոթ է, դա անընդունելի է կամ անիմաստ է ուղղակի, եթե ես մենակ եմ բողոքում։ Բայց եթե խումբ հավաքվի, ես կմիանամ դրան եւ մյուս կողմից խումբը չի հավաքվի, մինչդեռ յուրաքանչյուր չի մասնակցելու սրան։ Եթե ինչ-որ հրաշքով հասարակությունը գիտակցի, որ ատելությունն իր վախճանն է ու սկսի կոլեկտիվ մտածողությունը ծառայեցնել իշահ ազգի, ոչ թե անհատի, ըստ սոցիոլոգի հնարավոր կլինի կործանման անիվը հետ շրջել։ Աննա Գյուրնասարյան, Միլենա Պողոսյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։